Leah Beauty Academy. Leah Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինա այդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է բացառիկ հետաքրքիր թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուր։ Բայց նրա մասին րոպե նրանց, որովհետեւ այս պայն պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի հերոսույն րոպե նրանց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ու մասնի խոսքը կիմանանք հենց հիմա։ Մի հասարակ բառայս կյանքում կարող է կապել անծանոթ սրտեր, տալ նրանց թևեր, այդ հասարակ բառն է ստիպում անվերջ կարոտել, քեզ իմ կյանքի սեր կոչել։ Մի հասարակ բառայս կյանքում կարող է կապել անծանոթ սրտեր, հասարակ բառն է ստիպում անվերջ կարոտել, քեզ իմ կյանքի սեր կոչել։ Իմ սրտում կա մի տակ, տակ սիրո եղանակ, ուր ես ու դու կյանքու կմանանք։ Իմ սրտում կա մի թանկ, ինձ շատ թանկ, հարազատ մի էակ, ում ես սիրելու եմ ամբողջ կյանք։ Քեզ երջանկացնեմ, էլ չլացեմ, հազար գարուն քեզ հետ սիրում կյանք պիտի անեմ, սերդ վայելեմ ու կողքիդ քայլեմ, հազար գարուն քեզ հետ անքում գիշերներ անցնեմ, քեզ երջանկացնեմ, էլ չլացեմ, իմ սրտում կա մի տակ, տակ սիրո եղանակ,
ազատ մի եք ում ես սիրելու եմ ամբողջ կյանք Ես վստահ եմ, որ հենց հիմա իմ գործընկերներից շատերն են ավելի մոտ նստել, ովքեր որ տանն են, ձայնը բարձրացրել եւ ասում են մենք կզարմանայինք, որ նա քեզ մոտ չլիներ, այո, որովհետեւ նա արդեն իմ լավագույն թիմակիցներից մեկն է։ Այնպես որ մեծագույսով տեղեկացնեմ, որ հյուրընկալել եմ սիրված տաղանդավոր երգչուհի Լուիզա Ամիրխանյանին։ Լուիզաս ողջույն իմ աղջիկ։ Ողջույն Զինջան։ Ո՞նց ես։ Հիանալի։ Դու Շատ լավ։ Նախ տեսքդ շատ սիրուն է։ քո տեսքի մասին չխոսամ, միշտ սիրուն։ Կանչում եմ որ կողմանի։ Չնայած լինելով այսպես ասած շոու ղեկավար, ես նրանց խոյտռակ գոհ եմ, որովհետև այսօր շոու ղեկավարները ամենամեծ խնդիրը որն է, որպես իրանց երգիչներ, երգչուհիները պատշաճ ձևով ներկանան, ասենք հյուրերի։ Այդ խնդիրը մենք չունենք, դրա համար ես արդեն սովոր եմ քո հաճելի տեսքին։ Էսթետիկ հաճույքը կա ապահովված։ Սկսենք ամենասկզբից։ Լուիզան այն երիտասարդ սերնդի մեջ է մտնում, ով գիտի նոտա ամենակարևորը եւ բնականաբար երգում է ամենաշատը կենթանի հնչողությամբ։ Այո։ Բայց Լուիզա չի կարող շղթել, որ աշխատում է նաև այն մարդկանց հետ, ովքեր որ թեկուզ նոտա թող չիմանան, բայց երգներ իրանց ձայնը չի։ Ցավոք սրտի, այո։ Լուիս, ես գիտեմ այս հարցի պատասխանը, ինչքանով ես քեզ զսպում, ինչքանով ես ասում տենաս օր կգայս ամեն չկվերանա, ինչ ես մտածում այդ ժամանակ։ Իրականում փորձում եմ որպես երգչուհի, կրթված երգչուհի լինելով, համախմբել իմ շուրջնենց մարդկանց, ովքեր որ իրոք կրթված են, հասկանում են երաժշտությունից, ծնվել են, ապրում են երաժշտությունով։ Ուղղակի քանի որ հիմա ավելի շատ են այն մարդիկ, ովքեր որ չեն հասկանում երաժշտությունից, պարզապես որոշում են դառնալ երգիչ կամ երգչուհի, մի փոքր դժվար է ստացվում այդ։ Ու սկսվում է արդեն երգերի ծեծ ու ջարդը, այսպես ասած, այդ երգը ես երգում եմ, այն երգը դու չես երգում, այսպես շարունակ։ Ցածրորակ խոսակցություններ։ Շատ լավ, ինչը որ ամենաշատներն են, բայց դա ամենաներկի խոհանոցն է, որի մասին չարժե րոպե կորցնել։ Ինչով է այսօր Լուիզան զբաղվում, բացի այն, որ ես գիտեմ, որ դու ոչ միայն, ասենք, առիթների թագու ես արդեն դարձել, գործ կա, որ սկսել ես կիսատ է պետք է ավարտին հասցնես։ Երկրորդ տեսահոլովակին եմ պատրաստվում, երկրորդ երգին եմ պատրաստվում, քանի որ ես սկսել եմ, ես հանձնվող տեսակ չեմ, քանի որ սկսել եմ, գործս պետք է ավարտին հասցնեմ, չեմ կարող ասել կոնկրետ ամսաթիվը նշել երբ կլինի պրեմիերան, բայց ընթացքի մեջ է, այո։ Շատ լավ։ Հիմա ես ուզում շփվել այն Լուիզայի հետ, ով ամենաանմիջական կապն է հենց իմ ծրագրի ֆորմատի հետ, այսինքն երգչուհի, որը շատերի օրը տոն է դարձնում, միշտ նաև երգացանկով։ Լուիզան այսօր աշխատում է մյուզիքհոլերում, չէ՞, տարբեր, այսպես ասած, ժանրերի, բայց նաև լինում է ուրախ առիթների, այն որ ասում է, բենդի լավագույն մասնիկը։ Որն է քեզ համար ամենահաճելի ժամանակահատվածը։ Բենդի հետ աշխատելը ես կարելի ասել ես իմ ապսեում եմ ինձ զգում, որովհետև ամեն ինչ կենթանի երաժշտություն է, տեղում իմպրովիզացիա ես անում, այդ շատ ուրիշ աշխարհ է իմ համար։ Կարելի ասել այդտեղ եմ ես ինձ ավելի շատ լավ զգում։ Այնտեղ գումար ենք վաստակում։ Բնականաբար։ Ավելի շատ։ Բայց չես կարող ասել, որ մյուզիկ հոլերում դու քեզ վատ ես զգում, մենակ դու ինձ մոտ շատ լավ ես քեզ զգում։ Չէ, դե բնականաբար, ուղղակի կենթանի երաժշտության հետ ոչինչ չես համեմատի։ Ես ուզում եմ Լուիզայի ֆանատների երկրպագու են կամ ընկերներին ասել, եթե դուք դրա մասին շատ բան չգիտեք, եթե նա չեք աշխատում, ով նրա շրջապատում է լինում, ինքը ստիպված պետքա սուշի ուտի։ Ու այդ թեման մեզ մոտ այն օրեն է, երբ որ Լուիզանից մոտ գործի է լինում եւ մենք գիտենք, որ հաց պիտի չուտենք։ Ուտենք չուտենք պետքա սուշին ուտենք, որովհետև այդ ողբ դեմքով երբ որ ասում ես։ Ամենադեպս իմոնք լավն են, ես չեմ կարող բացառել։ Ես քեզ համար ունեմ հատուկ նաև հարցադրում, որը նաև բլից հարցեր են եւ պետք է բնականաբար արդեն բացահայտենք Լուիզայի նաև ճաշակը, բայց ըստ ֆորմատի ես ունեմ հատուկ հարց։ Բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ առիթների հետ կապ ունեն, ես ուզում եմ իմանալ Լուիզան ինչպիսին է որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ, դու ընտրի, տես որն է քոնը։ Օրինակ գեղեցկուհի, որ ամիսներ առաջ սիրում է կազմակերպել ծննդյան օրը, գեղեցկուհի, ով այդ օրը մի տեսակ մեկ ուսանում է չի սիրում, եւ մարդ, ով տուն տեղ ընկեր կոլեկտիվ, ոնց էլ չնի իր համար մի բան կկազմակերպեն։ Որն է քոնը Լուիզա։ Հավանաբար առաջինը։
Որովհետև ես միշտ նախընտրում եմ ամեն ինչ կազմակերպեմ ճիշտ ժամանակին, որ վերջին կոդներով հա, բապտես։ վերջին օրը տենց չթողեմ, չծանրաբեռնեմ ինձ, այդ օրը վայելեմ։ Ես սիրում եմ այս թեման։ Այսինքն դու ծնունդը սիրում ես ճիշտ նշել լավ մարդկանց հետ։ Հա, միանշանակ։ Միայն ու միայն հարազատ մարդկանց հետ։ Հա։ Այդ օրը պետք է լինեն այն մարդիկ, ովքեր որ իմ սրտի մարդիկ են, միշտ իմ կողքն են։ Հիանալի եմ, ես հարգեցի, որովհետև այս սերունդը պետք է, գոնե նոր սերունդը այդ պետքա պահվի, էլի։ Բայց մի հարցից հետո նոր անցնում ենք բլից հարցերին։ Լուիզան պատրաստ է այն օրվան, որ ինչու ոչ, հայկական օջախներում հենց այդպես է, ամուսնանում ենք եւ չենք երգում։ Ոչ։ Իսկ եթե սերը շատ խեղդի, Չէ։ Որովհետև ես հստակ ընտրել եմ իմ մասնագիտությունը, ու ով էլ որ Աստված տա իր ժամանակին իմ կողքին լինի, բնականաբար պետք է հարգի եւ ինձ, եւ իմ մասնագիտությունը, եւ իմ տարածքը։ հատոնց մսեցիք, ինքը դեռ ցանկալի հարցանցների շարքերում է, էլի, ուզում ասեմ Ազատը դրա համար այս հարց տվեցի։ Բայց մենք անցնում ենք մեր բլից հարցին, երկար չմտածես Լուիզա։ Okay։ Օրը սկսվում է ժամը 3-4 ցերեկ։ Քանի որ ուշ եմ վերջացնում, քնում ես այդ քնում եմ այդքան, հա։ Հապաստուն օրվա վերջում է սկսում։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Երկուսն էլ։ Սև, սպիտակ թե այլ գույներ։ Սև։ Ֆիլմ թե ներկայացում։ Երկուսն էլ։ Իր կա, որ միշտ քեզ հետ է։ Հեռախոսս։ Բաց հեռախոսից, ինչ որ տենց ամուլետ բան։ Զարդերս հիմնականում, հա։ Շատ լավ։ Ինչը երբեք չես ների։ Դավաճանությունը ու այն որ մարդ կարա խաղա։ Չեմ սիրում այդ։ Թատրոնը։ Ահա, թատրոնը պետք է լինի հենց թատրոնում, ոչ թե իրական կյանքում։ Շատ լավ։ Իսկ այդ դավաճանություն ասվածը գլոբալ է ասված։ Լուիզան դեմքերից չի, որ կարա մի անգամ օրինակ ների կամ շանս տա։ Ընդհանրապես։ Հոտենց ֆոտո Լուիզա, հոմլոֆոս։ Ես շատ շուտ կարող եմ հիասթափվել մարդուց, րոպեների հարցը։ Լսում են Լուիզան իր ներքին ձայնին։ Միշտ։ Ինչ օգնում է քեզ։ Հա, միշտ։ Այստեղ փոքր Լուիզա ապրում է։ Ահա։ Ով է հաղթում։ Ով է հաղթում։ Ինքը միշտ հաղթում է։ Շատ լավ, իսկ շփվում ես Աստծո հետ։ Ամեն օր, ամեն վայրկյան։ Շնորհակալ ես լինում, խնդրում Եվ շնորհակալ եմ եւ խնդրում եմ։ Առանց Աստծո կարծում եմ մենք ոչ ոքս ոչինչի պետք չենք։ Շատ լավ, եթե հիմա Աստծո ճրակը քո ձեռքին լիներ, ինչ մի լավ բարեմաղթանք կուզեիր տենց ասեիր, թեկուս մտքիդ մեջ։ Կուզենայի, որ մեր երկիրը խաղաղ լինի, առհասարակ ոչ մի տեսակի, ոչ մի երկրում էլ անգամ պատերազմ չլինի։ Իմ հարազատները, այն մարդիկ, ովքեր որ ինձ սիրում են, ես եմ սիրում, կուզենայի, որ առողջ լինեն ու միշտ իմ կողքին լինեն։ Հա, ում որ օլիմպիական ինչ պետքա դա էլ ուզում ենք։ Շատ լավ, եթե չլինի կինն ու գինին, ինչ կլինի Լուիզա։ Անիմաստ կլինի կյանքը։ Ոչ մի բան էլ չլինի։ -0։ Իսկ երազներիդ հավատում ես։ Ոչ այդքան։ Իսկ տեսնում ես երազ։ Տեսնում եմ, հա։ Դե ես կարծում եմ, որ երազները դրանք այն տեսիլքներն են, հա, որը որ հիմնականում առօրյա մարդու կյանքում պատահում է։ Դե օրինակ ես հետևում եմ, որտեվ իմ երազներից անհնարն է խափեն։ Այդ ոնց որ զգուշացնող բակ, այսինքն դու հələ երիտասարդ ես, հետո կհասկանաս ինչի մասին է խոսքը։ Ունի Լուիզան նախընտրած խմիչք։ Հա, կոնյակ։ Իսկ կենաց։ Բնականաբար ծնողների կենացի եւ բանակը։ Ապրես։ Իսկ ով կարող է լինել Լուիզայի ընկերը։ Առօրյա ընկերը։ Ինչպես Քանի որ ես իմ տեսակով բավականին հավատարիմ մարդ եմ, պետք է ընտրյալ լինի կոնկրետ, որ ես իր հետ կարողանամ շփվել ու շատ երկար պետք է այդ մարդուն ես բացահայտեմ, հասկանամ իր տեսակը, նոր ընկեր համարեմ, որովհետև կոնկրետ ընկեր բառը ինձ համար շատ թանկ բառ է։ Ամեն երկրորդին չեմ ասում։ Ես հասկացա, իսկ ինչից է վախենում Լուիզան։ Կորցնելուց։ Հարազատ մարդուն կորցնելուց։ Շատ լավ, շատ չեմ տենց խորանում TV թե ռադիո։ Նայած երբ, նայած որտեղ, երկուսն էլ։ Շատ լավ։ Իսկ կա բամբասանք քո մասին, որ կուզես եթերում բարձրաձայնել եւ ասել, որ դա ճիշտ է կամ սխալ։ Քո մասին վերջի բամբասանքը լսել ես։ Քանի որ ես իմ տեսահոլովակը գցելուց մոտ մի վայրկյաններ առաջ հրապարակեցի ֆոտո, տենց ինտրիգ առաջացնելու համար, մարդիկ մտածեցին ես նշանվել եմ, կամ արդեն ամուսնանում եմ, տենց շնորհավորանքներ ու անգամ հիմա մարդիկ կան, որ իրոք կարծում են ես ամուսնացել եմ։ Ես չեմ ամուսնացել։ Ես ասում եմ ինքը դեռ ցանկալի հարցնացուների շարքերում է։ Այդ ուղղակի ինտրիգ պահելու համար էր,
Հենց երկի անունով նկար եմ հրապարակել տաքսիրո եղանակ։ Ահա։ Այդպես դա ինտրիգի համար էր։ Ես ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ։ Հերքում ես դու այդ։ Այո, հերքում Շատ եմ։ լավ, իսկ դու պատրաստ ես եւս մեկ բամբասանք լսել Նելա Հակոբովնան եթերում բարձրացանի, դու ասա։ Դա հերքում ես ճիշտ է, սխալ է կամ լսել ես, ինչու ոչ։ Լավ։ Ասում են, որ Լուիզա Ամիրխանյանը ունի հիմա ընտրյալ, որը երկարվեստից է եւ նրանք պատրաստում են դուետ կազմեն։ Չկա նման բան։ Չկա, չէ՞։ Ստակ չկա նման բան։ Նույնիսկ ես կիմանա, էլի ինձ թվում է։ Մեկ ինձ էլ ասեք, ես էլ իմանամ տենց բաները։ Դες քեզ ասեցի արդեն։ Համենայն դեպս դա էլ ենք հերքում եւ վերջի հարցին հույսով երկար չես մտածի նախընտրած հեռուստաղորդավարի ունի։ Բնականաբար։ Գերացկուհի Տինա Հակոբովնան։ Չեմ էլ հարցնում էլ համենայն դեպս։ Իսկ ես հենց հիմա ասեմ, որ մենք ունենք օրվա հոբելյարներ։ Խնդրում եմ, տեսախցիկի նայ շնորհավորի։ Ցանկանում շնորհավորել մեր հոբելյարներին, ձեզ անսահման երջանկություն, միշտ ձեր հարազատների կողքին լինեք եւ Աստված թող ձեզ միշտ օրհնի։ Իսկ թվում է այդ ամենակարևոր բանն է, որ բոլորիս մաղթեն, ամենաջեր մաղթանքը կլինի։ Ապրես, իսկ Լուիզան չի կարող ինձ մոտ լինել եւ բնականաբար չերքել։ Այն էլ իմ սիրած երգը չէ, Լուիզա։ Առանց հարցնելու էլ ասում եմ, այնպես որ ավելի մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետեւ հատուկ ձեզ համար երգում է իմ Լուիզա Ամիրխանյանը։ Մի հասարակ բառայս կյանքում կարող է կապել անծանոթ սրտեր, տալ նրանց թևեր, այդ հասարակ բառն է ստիպում անվերջ կարոտել, քեզ իմ կյանքի սեր կոչել։ Մի հասարակ բառայս կյանքում կարող է կապել անծանոթ սրտեր, հասարակ բառն է ստիպում անվերջ կարոտել, քեզ իմ կյանքի սեր կոչել։ Իմ սրտում կա մի տակ, տաքսիրո եղանակ, ուր ես ու դու կյանքու կմանանք։ Իմ սրտում կա մի թանկ, ինձ շատ թանկ, հարազատ մի էակ, ում ես սիրելու եմ ամբողջ կյանք։ Սրտում կա մի տակ, տաքսիրո եղանակ, ում ես սիրելու եմ ամբողջ կյանք։ Իմ սրտում կա մի թանկ, ինձ շատ թանկ, հարազատ մի էակ, ում ես սիրելու եմ ամբողջ կյանք։ Սիրում կյանք պիտի անեմ, սերդ վայելեմ, ու կողքիդ քայլեմ, հազար գարում քեզ հետ անքում գիշերներ անցնեմ, քեզ երջանկացնեմ, էլ չլացեմ, հազար գարում քեզ հետ սիրում կյանք պիտի անեմ, սերդ վայելեմ, ու կողքիդ քայլեմ, գիշերներ անցնեմ, քեզ երջանկացնեմ,
Լուսինն է լավ ամպերից, սիրտս ելավ ափերից, ասի մի բան մտածեմ, քեզ տեսնեմ նորից։ Արի գնանք մեր այգի, նստենք շուրջը կրակի, երեք ուրբաթ էս օրվանը շաբաթ կիրակի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, որ իմ սիրտը չմարի, սենց առանց յալի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, թե չէ սիրտս կմարի, սենց առանց յալի։ Մտածում եմ այսօր ես, սերս պիտի ասեմ քեզ, արի դու իմ ետևից, ժամը 8:30, քանի օր է մոլորված, քեզ եմ սպասում աչքս թած, թե գալու ես տանես դուռը, թողնեմ կիսաբաց, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, որ իմ սիրտը չմարի, սենց առանց յալի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, թե չէ սիրտս կմարի, սենց առանց յալի։ Սիրտս կմարի, սենց առանց յալի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, որ իմ սիրտը չմարի, սենց առանց յալի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, թե չէ